Արեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է, եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, նու գլխավոր ուժերի հետ եղել են։ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ է քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ հեռանկարում։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են այդ ճանապարհները, կարծես թե փակուղի մտավ հարցին, երբ ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, բնականաբար Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։ Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ Դաշինքից խոսել եք ամեն դեպքում։ Անպայման։ Եվ կասեք օրինակ թեժ աշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք դուք եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզրել եք այս իշխանություններից։ Մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Հայտարարել եք Պարոն Կարապետյան, օրինակ երբ է լինելու։ դուք մինչև էդ ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էդ ասում եք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական տրյուգ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում եք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Դե հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ։ Որ պետությունները ինչ նկատի Շատ լուրջ պետություններ։ Դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է Ինչ նկատի ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս Ստեղծել եկան են, որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ Ստեղծել են, որ կասկածներ մեր ով է ստեղծել։ երկիրը տանեն կործանման։ Դուք ունեք, դուք Ադրբեջանին եք ակնարկում, ինչ եք Դե անում։ իսկ մա դուք կհասկանաք։ Չեք կարծում, որ Չէ, այս պարոն Կարապետյան,